Որպեսզի հասկանանք մեր շուրջը կատարվող իրադարձությունների ամբողջ ցինիզմն ու նողկանքը, բավական է պարզապես հասկանալ, թե իրականում ինչպես են մեզ վերաբերվում ամերիկացիները։ Սրա մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել ԱԺ նախկին падգամավոր Արման Աբովյանը։ Մենք ավարտեցինք փոքրիկ պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ահա նրանք նստած են կողք կողքի ինչպես ընկերներ։ Երջանիկ ժպիտով ասել է Թրամփը։ Հայերի ցեղասպանությունն Արցախում 5000 սպանված եւ տասնյակ հազարավոր վիրավորներ, հայերի արտաքսումը իրենց բնորան Արցախից, Հայաստանի տարածքների օկուպացիա, Հայաստանի շուրջ կատարվող ռազմական վտանգների գեներացում եւ այլն։ Այս ամենը Թրամփի համար պարզապես փոքրիկ պատերազմ է, ասել է Աբովյանը։ Եվ եթե ինչ-որ մեկն անկեղծորեն կարծում է, թե այսպես կոչված խաղաղություն է հաստատվել եւ այդ խաղաղության գինը պարտությունն է փոքրիկ պատերազմում, ապա նա անմեղսունակ է, նշել է Աբովյանը։ Նշենք, որ Աբովյանի խոսքով նվաստացումը միշտ բերում է նոր պատերազմի եւ արյան, իսկ մնացածն ընդամենը նախընտրական երգեր ու պարեր են։ Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ասելով, որ կարգավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը, երեկ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։ Թրամփի խոսքով ինքը 1 ժամում լուծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 32 տարի չլուծված հակամարտությունը։ Մեր ձևով շարժումը իր Facebook-յան էջում հայտարարություն է տարածել այսօր Կարապետյանի գործով դատի օրը, հանրահավաք անցկացնելու մասին իրազեկելով։ Այսօր հոկտեմբերի 14-ին ժամը 18:00-ին դատարանը քննելու է դատախազության կողմից ներկայացված Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Մենք գնալու ենք դատարան, լինելու ենք դատարանի մոտ եւ մեր զորակցությունն ենք հայտնելու արդեն գրեթե 4 ամիս կալանավորված Սամվել Կարապետյանին։ Հիշեցնենք, որ 3 կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին առաջադրվել է տնտեսական բնույթի նոր մեղադրանք։ Կարապետյանը կալանքի տակ է գտնվում հունիսի 18-ից, արդեն ավելի քան 3 ամիս։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է։ Սրա մասին Ռադար Արմենիային հայտնել է փաստաբան Հրանտ Դադոյանը։ Դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ փոփոխվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, բացակայելու արգելք եւ վարչական հսկողություն։